Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Հովանավանքում պատարագի մասին Մայրաթորի հայտարարությանն է արձագանքել վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով հայտնել է, որ պղծությունն այն է, որ կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակրոնության ուխտը խախտել է եւ երեխա որոշ տեղեկություններով երեխաներ ունի։ Հիշեցնեմ, Մայրաթորը կատարված պղծություններ որակել։ Հովանավանքի մեր աղոթքները կտրիչ Ներսիսյանը պաշտոնական հաղորդագրությամբ համարել է պղծություն։ Պղծությունը դա չէ, այլ այն, որ կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակրոնության ուխտը խախտել եւ երեխա որոշ տեղեկություններով երեխաներ ունի եւ այլն եւ այդպես շարունակ չասեմ։ Պղծությունն այն է, որ կտրիչ Ներսիսյանը Հայաստանի հոգեվոր կյանքը տարել է փակուղի եւ ըստ էության կաթողիկոսական գործունեությունը վերածել արտահանումների, ներմուծումների, փողի բաշխման, արքի ու վաճառքի։ Պղծությունն այն է, որ մենք կաթողիկոսի կարգավիճակում ունենք մի մարդ, որը Աստծուն չի հավատում։ Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովանավանքում, հետո նաև Մայրաթորում։ Ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան եւ հակառակը։ Ազգային ժողովի նախագահն է ասել, անդրադառնալով Երևանում գարնանը կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաեւ կալանավորումներին, ասել, որ Հայաստանում քաղաքական ընդդիմախոսություն չկա, միայն վիրավորանքներ են ու որևէ առաջարկ չեն հնչեցնում։ Օրինակ կառավարման հետ կապված։ Երկաթե մանդատը սկսել է գործել ու հեշտով հանցագործ տարերին է հասնելու։ Ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները այցելելու են Ադրբեջան, իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների պահվող անձանց մասին հարցը, որը որ մեծագույն պրոբլեմ է, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են եւ մենք այդ շփումները խորացնելու ենք եւ երբ որ ես ասում եմ մենք, ես նկատի ունեմ, որ դա նաեւ իմ ընկալմամբ իմ վերջի շփումների հետևանքով իմ ընկալումն է, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է։ Պարոն Սիմոնյան, բայց պաշտոնական որևէ արձագանք եղել է Թուրքիայից, Ադրբեջանից մասնակցել։ Չէ, դուք հարց տվեցիք, ես ձեզ պատասխանում եմ, որ հրավերը բոլոր երկրներին է, որոնք որ մասնակցել են, մենք ակնկալում ենք այնուամենայնիվ, չեմ համարում, որ սա վերջնական պատասխան է, մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրանց համար ստեղ կեղծ տպավորություն ըստ լրատվամիջոցի, որը հվում է անում հիմնավորումներին, որով այլևս չի գալու Հայաստան, այն է, որ ոնց որ հարաբերությունների դեռ այն մակարդակը չի, որը թույլ է տալիս այս Գուցե չեմ բացառում։ Խաղաղության պայմանագիրը դեռ վերջնական։ Չեմ բացառում, բայց ոչ պաշտոնական բան մեկնաբանելը որքանով է ճիշտ։ Հիմա որ գար ասելու եք, հա, հիմա էլ Ալիևն է գալիս Երևան, հիմա չի գալի ասում եք, վայ, բայց չի գալի, հիմա ո՞րն է։ Կարող անվտանգության խնդիրը դա։ Չգիտեմ, ես չեմ կարծում, որ նման հարց պետք է բարձրանա, մեր պաշտոնյաները նույնպես այցելել են Ադրբեջան եւ էլի պաշտոնյաներ կան, որոնք Հայաստան են այցելել, վերջերս падգամավորներ եկան Հայաստանի Հանրապետություն, այնուամենայնիվ այդ սառույցը պետք է կոտրել, այդ սառույցը կոտրվում է եւ միջպառլամենտական մակարդակով մենք նաեւ հանձնառու ենք այդ խնդիրը շատ ավելի խնդիրը շատ ավելի արագ լուծել։ Հայաստանի Հանրապետություն քաղաքական ընդդիմախոսություն չկա, քաղաքական ընդդիմախոսներ չկան, կան մարդիկ, ովքեր որ վիրավորանքներ են հնչեցնում, որևիցե բան չեն առաջարկում։ Խնդրում եմ ասեք, ինչ առաջարկներ են արել վերջի ժամանակահատվածում, որոնք քաղաքական նշանակություն ունեն, խաղաղության հետ կապված, չգիտեմ, պետության ապագայի հետ կապված, բացի Ռուսաստանի եւ Բելարուսի կազմում հայտնվելու մասին մեր ընդդիմադիր գործընկերներ, ինչ քաղաքականություն են իրանք առաջարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ո՞րն է այդ քաղաքական ընդդիմադիր խոսքը։ Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր որ բանտերում են, ասեմ ավելին, մենք ուշացրել ենք դա։ Մենք ուշացրել ենք, երբ որ երկաթե մանդատ արտահայտություն ասում ենք, ժողովուրդը մեզ մեղադրում էր եւ դուք մեզ նաեւ հարց եք տալի, ասում եք, բա ուր է երկաթե մանդատը, խիչի գործում երկաթե մանդատը, այսինքն այն մարդիկ, ովքեր որ հանցագործություն են անում, հետո տեխնացություն են դնում, պետք է այնուամենայնիվ չպատժվեն։ Այսինքն նոր թափ եք հաղորդելու այս կալանավորումներին։ Ուրեմն նախ ես չէ, որ ես նոր թափ չեմ հաղորդում, ես քաղաքական գործիչ չեմ, բայց ես ասում եմ, որ երկաթե մանդատը սկսել է գործել,
մուրճը գործում է, գործելու է ու հերթով իջնելու է տարբեր հանցագործ տարերի, սաքուլիկների, վարդանիկների, ես երբեմ ասել որ վարդանիկի տեղը բանտում, ասենք 5 ամիս առաջ եմ ես դա ասել։ Ինչպես են ընթանում աշխատանքները Գյումրու համայնքապետարանում մարզպետն է մանրամասնել։ Դավիթ Արուշանյանը պատասխանել է հարցին, արդյոք քաղաքացիական պայմանագիրը նպատակ ունի ամեն գնով իշխանությունը վերցնել Գյումրիում։ Մենք ամեն դեպքում նման գործելավոճ չունենք, ամեն գնով իշխանություն վերցնելու մի կինքի դենք։ Մենք այդ լեգիտիմ ընտրություններն են, այլ որևիցե ձև իշխանություն վերցնելու մենք չգիտենք։ Լսել ենք, բայց ամեն դեպքում չենք օգտագործում, ինչ է տեղի ունենում Վարդան Ղուկասյանի կուսակցական գործընկերների հետ, ավականի ցուցակը մեծ է, որովհետեւ մեկին եթե որ հրավիրում են իրավապահ համակարգի ինչ-որ խնդիրներ պարզաբանելու, հաջորդը տեսակ մենք դեպքն ունենք, իմ տեղեկություններով Գևորգ Ղուկասյանը մանդատը վայր է դրել, հաջորդն է վերցնելու այդտեղ գործընթացը, որը իր հունով գնում է, իրանք իրանց ներսի ներկուսակցական խնդիրներն են լուծում, մեծամասնություն կազմելու բան չկա այդտեղ, ոչ է նպատակա, ոչ էլ պատկերացում է դա ինչ ձևով կարելի է մեծամասնություն կազմել, որովհետև իրանց ավականիները հերթով գալիս իրանք քանակը լրացնում են, այլ ընդդիմադիր ուժերը եւս իրենց տեղում են ու պնդել, որ մեր իշխանությունները տարբեր կողմերի վրա ուժ են գործադրում, որից ուժ չկա, այդ մարդիկ իրանց համար իրանց աշխատանքին են, կա իրավական գործընթաց, որն էլ կանչում, քննում, հասկանում, շարունակում են իրենց աշխատանքը, իրենց թե ավականիները, թե համայնքապետարանի աշխատողները, առաջի տեղակալն էլ է տեղում, իր աշխատանքն, իր լիազորություններն է կատարում, երկրորդ տեղակալն էլ է տեղում, համայնքապետարանի աշխատակիցներն էլ են տեղում, աշխատակազմի ղեկավարն էլ քաղաքապետարանը իր բնականon հունով աշխատում է, ինչքան որ հնարավոր է, ինչքան որ կարողանում է։ Իսկ ազգային ժողովում շարունակվել են բյուջեի քննարկումները, պատգամավորները հարցեր են ուղղել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին։ Դավիթ Խուդայթյանն արձագանքել է նաեւ Սևանա լճից ջրի կառավարման վերաբերյալ մտահոգություններին, նշել, որ 30 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառի համար էին դիմել ազգային ժողովին, բայց դրա կեսն են օգտագործել եւ մյուս կեսի համար ջուրը չեն օգտագործել։ Խուդայթյանը հայտարարել է, որ Սևանա լճից ջրառի ծավալները նվազել են։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն է դիմել նախարարին, առաջարկել միասին գնալ Սևանա լիճ, տեսնել քանի սանտիմետր է իջել Սևանը նախորդ տարվա համեմատ։ Սևանա լճից որ 30 խորանարդ կուբամետր ավելար ջուր եք ուզել 15 եք օգտագործել։ Պարոն Խուդայթյան, դա արդարացում չէ, 200 ուզեիք 20 օգտագործեիք։ Կա հստակ փորձագիտական Սևանազգային լճի փորձագիտական եզրակացություն, որը դուք ուզում եք ինչ-ինչ պատճառներով չներկայացնել մեր դատին։ Այնտեղ հստակ ասում է, որ մենք դեմ ենք դրան։ Այն մտահոգությունները, որոնք մենք որպես ազգային ժողովի պատգամավոր բարձրացրել ենք, նույնը իրանք են ասել։ Ասում է, ոչ ճիշտ արդյունավետ կառավարման արդյունքում ջրերի կորուստը եւ ավելար ջր վերցնելու պահանջարկ է առաջացել եւ ռիսկը թողել է ձեր վրա։ Հիմա ես չեմ հասկանում, այս երկրում փորձագիտական եզրակացություն տվող կազմակերպությունից առավել, որը խորհրդատվական է եւ կազմակերպությունը եւ դրանից առավել ինչ կազմակերպություն կա, որ դուք ստեղ այսպես արդարանում եք կամ որպես դրական տենդենցիա գնահատում, որ 30 խորանարդ մետրի փոխարեն 15 եք վերաբանարը վերցրել։ Կա հստակ մասնագիտական խումբ հանձնաժողով, որը տվել է բացական եզրակացություն եւ մնացած ռիսկները թողել է ձեր վրա։ Կամ դա արդարացում է, եկեք միասին գնանք Սևանա լիճ, տեսնենք քանի սանտիմետր է իջա Սևանը։ Նախորդ տարվա համեմատ։ Արդարանալու բան չկա, ես կարծում եմ ոլորտի տարբերություն ձեր գործընկեր Արծվիկ Մինասյանի ավելի լավ եմ կառավարում, որովհետև երբ որ ինքն էր ոլորտի պատասխանատու նախարարը, ջրառը եղել է Սևանից ոչ թե 183, ինչպես իմ ժամանակ, այլ եղել է 265 միլիոն խորանարդ մետր, դրա համար ճիշտ կանեք այդ հարցերի զգալի մասը Արծվիկ Մինասյանին տակ։ Եվ իմիջիալոց շարունակաբար այդպես եղել, մի տարի չեղել, երբ որ այդ ժամանակները նայենք, կտեսնենք, որ Սևանից ջրառը եղել է 265 միլիոն խորանարդ մետր, 260 միլիոն խորանարդ մետր, այնպես որ եւ արդարանալու բան էլ չկա, պնդում եմ, որ ավելի լավ եմ կառավարեմ ոլորտը, քան Արծվիկ Մինասյանը, գոնե թվերը դրա մասին է խոսում։ Կարծում եմ դրա վերցված ջուրն է ամեն դեպքում դա անում, Արծվիկ Մինասյանի ժամանակ, եթե ես հիմա թվերը համեմատեմ, պետք է ասեմ, որ միայն ջրառի արդյունքում 8 սանտիմետր մոտավորապես 7-ից 8 սանտիմետր Սևանի մակարդակը ավել է իջել, քան հիմա է իջնում։
Հիմա շատ լավ, դուք գոնե գիտեք, որ մենք յուրաքանչյուր 13 միլիոն խորանարդ մետրի համար խորանարդ մետրի ջրառ իրականացնելու Սևանի մակարդակը մի սանտիմետր է իջնում։ Եվ մյուս ծավալը, որը տարվա ընթացքում հաճախ 50 սանտիմետրի է հասնում, պայմանավորված չէ ջրառով, պայմանավորված է եղանակային պայմաններով։ Դուք այդ տարածաշրջանից եք, ես կարամ հետևյալը ասեմ, որ մեր ջրառով պայմանավորված Սևանի մակերեսը կարող է իջնել մինչև 13 սանտիմետր, ոչ ավել։ Եթե այդ թվերը դրանից ավել են, հետևաբար եղանակային պայմաններով պայմանավորված, իսկ այդ թվերը դրանից մի քանի անգամ ավել են։ Այդ, որ ասում եք բնակլամայական պայմաններով է պայմանավորված, այդ փորձագիտական հանձնաժողովը վերցել օթերոթաբանական կայաններից ցուցիչները եւ ասում է, որ դուք լավ չեք կառավարի, այդ ցավը տանեմ։ Հիմա դուք ձեր ստեղծած գերատեսչական հանձնաժողովի նկարակ եք բանանում։ Ինքն ասում է, որ ոչ արդյունավետ կառավարման արդյունքում լրացուցիչ ջրառ վերցնելու անհրաժեշտություն է եղել։ Հիմա դուք ասում եք չորային է եղել, բայց մարդիկ օդի մեջ պրոֆեսիոնալ մասնագետներ են նստած այնտեղ։ Հիմա դա իրար մեջ որոշեք, նոր ասեք, էլի որ մենք էլ հասկանանք։ Քաղաքային իշխանությունը փորձում է գտնել համատարած խցանումների լուծումը, կայացել է Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը։ Շեշտը դրվելու է հանրային տրանսպորտի զարգացման, անձնական մեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա։ Վարչապետի հանձնարարությամբ այսօր հավաքվել են քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող հարցի քննարկման համար, մասնավորապես մեր քաղաքում շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային տրանսպորտի եւ ընդհանուր ճանապարհային կարգավորման հարցերը քննարկելու։ Մեր այս խմբի հիմնական նպատակը կարծում եմ լինելու է առաջին հերթին հրատապ կոնկրետ լուծումների քննարկումը եւ ընդհանուր շեշտը կարծում եմ, քանի որ նոր հեծանիվ չենք հորինելու, շեշտը լինելու է իհարկե հանրային տրանսպորտի ել ավելի զարգացման, ավտոմեքենաների, հենց մարդատար ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների, տեխնոլոգիական նոր լուծումների եւ այն ինչը որ կարող ենք քննարկել եւ իրականացնել կարճաժամկետում։ Իհարկե ունենալով նաեւ հեռանկարում մեր միջնաժամկետ ծրագրերը, Սուրմալուի կայարանը, Աջափնյակի կայարանը, դա մի քիչ նաեւ ավելի երկարաժամկետ։ Անվտանգությունը որպես առաջնահերթություն ֆիքսենք, որովհետև այնուամենայնիվ վերհիշենք, որ բուրգի վերևում հետիոտն է, հետո գալիս են հեծանվային եւ այդ տեսակի տրանսպորտային միջոցները, գալիս է հասարակական տրանսպորտը եւ ամենավերջում իր կարեւորության աստիճանով գալիս են ավտոմեքենաները։ Պայմանավորվեցինք 18 խաչմերուկների լուսացույցերի մրցույթի փաթեթ ունենալ։ Ավտոբուսային գծերը դուք արդեն կներկայացնեք բոլորին եւ իհարկե ամենակարևոր հարցը, որը որ ֆիքսեցինք նաեւ պոտենցիալ սահմանափակումների օրակարգը, որը հաջորդ անգամ հենց դա պոտենցիալ քննարկենք։ Ոստիկանության զորքերի հրամանատարն ազատվել է պաշտոնից, նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատար ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում Անկարա կատարած իր առաջին այցի ժամանակ Ֆրիդրիխ Մերցը ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան անվանել է անփոխարինելի գործընկեր եւ կարևոր դերակատար արտաքին քաղաքականության եւ անվտանգության գրեթե բոլոր հարցերում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա ընդգծել է, որ Գերմանիայի եւ Եվրոպայի միջև Անկարայի հետ ամուր ռազմավարական գործընկերությունը այլընտրանք չունի եւ առաջարկել է Թուրքիայի հետ ռազմավարական երկխոսություն սկսել եվրոպական մակարդակով։ Մերցն ու Էրդողանը տարաձայնություններ են ունեցել Իսրայելի
Իսրայելի եւ Գազայի հատվածում պատերազմի հարցի վերաբերյալ։ Գերմանիայի կանցլերն իր աջակցությունն է հայտնել Իսրայելին եւ ընդգծել, որ Գազայում պատերազմն ավարտելու համար Համասը պետք է ավելի շուտ ազատ արձակեր իսրայելցի պատանդներին։ Թուրքիայի նախագահն իր անհամաձայնությունն է հայտնել մերձին Իսրայելի իշխանություններին կրկին մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու համար։ ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը ստորագրել են 10-ամյա պաշտպանական շրջանակային համաձայնագիր։ Համաձայնագիրը ստորագրել են Փիթ Հեքսեթը եւ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգը Մալայզիայում հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա պլյուս ձևաչափով պաշտպանության նախարարների միջոցառման շրջանակում հանդիպման ժամանակ։ Սա առաջ է մղում մեր պաշտպանական գործընկերությունը, որը տարածաշրջանային կայունության եւ զսպման անկյունակարն է, սոցիալական հարթակում գրել է Պենտագոնի ղեկավարը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը եւ Նյու Դելին ընդլայնում են համակարգումը, տեղեկատվության փոխանակումը եւ տեխնոլոգիական համագործակցությունը։ Մեր պաշտպանական կապերը երբեք այսքան ամուր չեն եղել, հավելել է Հեքսեթը։ Սիրիայի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Մուրհաֆ Աբու Կասրան եւ նրան ուղեկցող պատվիրակությունը ավարտել են Ռուսաստանի Դաշնություն կատարած երրորդյա պաշտոնական այցը։ Այցի շրջանակներում տեղի է ունեցել պաշտոնական հանդիպում Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելուսովի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ տարբեր ոլորտներում փորձի փոխանակման ուղիները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Սիրիայի նախագահների միջև վերջերս կայացած հանդիպումը երկու պաշտպանության նախարարությունների միջև հարաբերություններին նոր թափ է հաղորդել համապարփակ համագործակցության զարգացման ուղղությամբ։ Նա հավելել է, որ երկու երկրների միջև համատեղ օրակարգը լայն է եւ բազմազան է, ներառում է ռազմական պատրաստվածության, տեխնիկական եւ անվտանգության համագործակցության վերաբերյալ տարբեր փաթեթներ։ Գեներալ-մայոր Մուրհաֆ Աբու Կասրան եւ նրան ուղեկցող պատվիրակությունը Մոսկվա էին մեկնել հոկտեմբերի 28-ին։ Այցի շրջանակներում նրանք քննարկումներ են ունեցել մի շարք համատեղ ռազմական հարցերի շուրջ, երկու երկրների շահերին համապատասխան։ Ռումինիայում ամերիկյան զորակազմի կրճատումը կփոխհատուցվի ՆԱՏՕ-ի այլ երկրներից զորքերի թվի ավելացմամբ։ Այդ մասին հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոյուն։ Մենք ԱՄՆ-ի հետ եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում քննարկում ենք մեր պաշտպանական եւ զսպման ունակությունների հետագա մեծացման ուղիները։ Մեր հիմնական ուշադրությունն այժմ կենտրոնացած է հակաօդային պաշտպանության վրա։ Մինչև տարեվերջ եւ հաջորդ տարի մենք կտեսնենք ՆԱՏՕ-ի ամրապնդված ներկայությունը Ռումինիայում եւ առանձնապես ՆԱՏՕ-ի ամրապնդված ներկայությունը միջամտելու հնարավորության առումով, եթե Ռումինիան անմիջական վտանգի ենթարկվի, հավելել է նախարար Օանա Ցոյուն։ Օրերս Միացյալ Նահանգները Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությանը տեղեկացրել է երկրում իր զորակազմը մոտ 700 զինվորականով կրճատելու մասին։ Հնդկաստանի խոշորագույն նավթային կոնցեռնը վերսկսում է ռուսական նավթի գնումները։ Ընկերությունը նավթի 5 խմբականակ է գնել պատժամիջոցների տակ չհայտնված մատակարարներից։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը վկայակոչելով առևտրի ոլորտում իր աղբյուրներին։ Ընդհանուր առմամբ խոսքը 3.5 միլիոն բարել ռուսական նավթ գնելու մասին է։ Ինչպես նշում է գործակալությունը, սա նշանակում է, որ ընկերությունը վերահսկում է գնումները, չնայած Հնդկաստանի վրա ուժեղացող ճնշմանն ԱՄՆ-ի կողմից, որը պահանջում է դադարեցնել Ռուսաստանի Դաշնությունից նավթի ներմուծումը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հոկտեմբերի 22-ին նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի Դաշնության դեմ։ Սև ցուցակում ներառվել են Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունները՝ Ռոսնեֆթը եւ Լուկոյլը, ինչպես նաեւ Ռուսաստանի տարածքում գտնվող դրանց դուստր ընկերությունները։ Նյու Յորքի մի քանի հատվածներում գրանցված ռեկորդային անձրևները, որոնք հեղեղել են որոշ փողոցներ եւ մետրոյի կայարաններ, առնվազն 2 զոհի պատճառ են դարձել։ Նյու Յորքի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 30-ին կենտրոնական այգում գրանցվել են 45 մմ տեղումներ։ Նախնական տվյալներով դա կգերազանցի 1917 թվականին սահմանված նախորդ ռեկորդը։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը նաև հայտնել է, որ Լա Գուարդիա օդանավակայանում գրանցվել են 50 մմ տեղումներ, ինչը ըստ նախնական տվյալների կգերազանցի 1955 թվականին սահմանված նախորդ ռեկորդը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։
Շարունակենք ջերմուկ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգին բարեկարգվել է, վարչապետը տեսանյութ է հրապարակել, ինչպես խոստացել է #-ով։ Ավանի համայնքային ոստիկանները բացահայտել են Ծարավաղբյուրի փողոցում մեքենաներից գողությունները, մանրամասները տեսանյութում։ Ավտոմեքենաներից գողությունների վերաբերյալ առաջին հաղորդումները համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվեցին հոկտեմբերի 10-ին։ Գողացել էին մայրաքաղաքի Ծարավաղբյուրի փողոցում կայանված Lexus եւ Chevrolet Magnish-ի ավտոմեքենաների կողային հայլիների ապակիները։ Մինչ համայնքային ոստիկանները ձեռնարկում էին դեպքերը բացահայտելուն ուղղված օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հոկտեմբերի 15-ին եւ 20-ին ստացվեցին նոր հաղորդումներ նույն տեղից կատարված նմանատիպ մեկական գողությունների վերաբերյալ։ Ավան եւ Նորնորդ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում միջոցառումները շարունակվեցին եւ դրական արդյունքի հասան հոկտեմբերի 29-ին։ Ավան առնջի բնակիչ 33-ամյա տղամարդն իր տանը հայտնաբերվեց եւ հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ձերբակալվեց։ Նույն օրը կատարված քննչական փորձարարության ժամանակ Ծարավաղբյուրի փողոցի հարակից տարածքներից նա ներկայացրեց գողոնի մի մասը։ Դատարանի որոշմամբ 33-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Ձեռնարկում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ, նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հայրենիք Սփյուռք կապի ամրապնդման և մասնագիտական փորձի փոխանակման շրջանակներում օրերս Երևանում նշանակալից միջոցառում տեղի ունեցավ։ Ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ կայացավ ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները միջազգային համաժողովը, որին մասնակցում էր նաև ամերիկյան ստոմատոլոգիական և բժշկական ինստիտուտի հիմնադիր ԱՄՆ բանակի պահեստազորի վետերան դոկտոր Միհրան Դաուդյանը։ Տևական ժամանակ է Հայաստան-Սփյուռք համագործակցության շրջանակներում խոսվում է տարբեր ոլորտների առաջատար մասնագետների Հայաստան այցելությունների անհրաժեշտության մասին, որպեսզի փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների և այլ համագործակցության շրջանակներում հայաստանյան տարբեր ոլորտի մասնագետները կարողանան սերտել առաջատար երկրներում հաջողություններ գրանցած մեր հայրենակիցների փորձն ու գիտելիքները։ Ի թիվս տարբեր բնագավառների հաճախ է խոսվում նաև առողջապահության ոլորտի մասին, որտեղ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի։ Տարբեր վարկանշային տեղեկագրերի գնահատականներով Հայաստանը կարող է դառնալ առողջապահական, հատկապես դիմածնոտային ոլորտի կենտրոն։ Ավելին, ստոմատոլոգիական ոլորտը Հայաստանում տարեցտարի զարգանում է և մեծ հեռանկարներ բացում տվյալ ոլորտ քայլ անողների համար։ Զվարթնոց օդանավակայանում ենք, որտեղ րոպեներ հետո Հայաստան է ժամանելու վաստակաշատ բժիշկ Միհրան Դաուդյանը, ով ամերիկյան ստոմատոլոգիական և բժշկական ինստիտուտի հիմնադիր և գործադիր տնօրենն է, ԱՄՆ բանակի պահեստազորի վետերան, դատական փորձաքննության ամերիկյան քոլեջի անդամ։ Դոկտոր Դաուդյանը Երևանում է մի քանի կարևոր ծրագրերով և հատուկ առաքելությամբ։ Երեք տարբեր ծրագիրներ էին Դուբային եկանք, Դուբայի համալսարանի հետ MBRU հանդիպեցինք ռեկտորի հետ եւ երկու տարբեր private համալսարաններ երգային ուղղակի որ գաբերը ստեղծենք հրավիրեցին Կալիֆոռնիա որովհետեւ համագործակցեն մեր դպրոցի հետ American Medical and Dental Institute եւ հրավիրենք Armenian Dental Association մյուս տարի Երևան, որ մասնակցեն համագործակցություն։ Երկրորդը օգնություն կա, որ բերած եմ իմ հետ 16 տարեկան աղջիկամը բանով նախաձեռնությամբ Autism Center-ին։ Երրորդն էլ բժշկական Armenian Dental Association-ի դարեթարցը եւ կոնգրեսը, որ պիտի սկսի արդեն սկսած է արդեն ուժի մեջ է եւ վաղվն է մեծ անուններ, լավ հոյակապ անուններ հրավիրված են եւ պիտի տասախոսություն տալ մենք Կալիֆոռնիան ես եւ դոկտոր Վահիկ Ջեք Կույմջյանը եւ բավական մեծ անուններ որ կմասնակցեն։ Դոկտոր Դին Երևանում մասնակցելու է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները խորագրով համաժողովին, բայց նախքան համաժողովը ասոցիացիայի անդամներն ուղևորվեցին Էջմիածին, ստանալու վեհափառի օրհնությունը և մասնակցելու ճաշկերույթի։
նպատակ այցելության, որ իրեն օրդություն ունենանք մեր վաղվա սկսած կոնգրեսին, որը լինելու են դասախոսներ աշխարհի տարբեր երկրներեն, hands-on սեմինարներ լինելու եւ ինչպես 5-12 երկրներու մեծակույն ներկայացիչները դպրոցներու մեծ ռեկտորներ, պրոֆեսորներ, որ պիտի բավական ուսանողներ կան եւ մասնակցեն։ Միջոցառմանը մասնակցում են միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսրայելից, Վրաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից, Ավստրալիայից եւ Հայաստանից։ Միհրան Դաուդյանը այս համաժողովին ունեցավ դասախոսություն անհետաձգելի իրավիճակները ստոմատոլոգիական պրակտիկայում, կանխարգելում, ախտորոշում եւ բուժում, պրոտոկոլները հիմնված իրական դեպքերի վրա եւ ձեռքբերումները դատական ստոմատոլոգիական դեպքերի քննարկում թեմաներով։ Համաժողովը մեծամասշտաբ էր, հագեցած մասնագիտական զեկույցներով եւ ինտերակտիվ քննարկումներով։ Այն իր շուրջն էր հավաքել ստոմատոլոգիական համայնքի ավելի քան 300 ներկայացուցչի։ Վատ ուրախ եմ ես, որ իմ համալսարանի դպրոցից մեջ գոյական պրոֆեսորը նստած ինձ ալսում, էսի ինձի համար խոնարհությունը մեծ հարկանք եւ բալի եւ մեր խորհուրդս սեզի հավաքած լեվանի։ Դասախոսությունից հետո Միհրան Դաուդյանն ուղևորվեց աուտիզմ ազգային հիմնադրամի My Way Իմ ուղին կենտրոն։ Կենտրոնն աուտիզմ ախտորոշում եւ այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների, դեռահասների եւ մեծահասակների կրթական, վերականգնողական, մասնագիտական դասընթացների եւ զբաղվածություն ապահովող հաստատություն է։ Ներկայումս կենտրոնն ապահովում է 200 շահառուների համար վերականգնողական, կրթական, սոցիալականացման եւ մասնագիտական վերապատրաստման ծառայություններ։ Ըստ Դոկտոր Դիի սա թերևս այն կարևոր առաքելությունն է, որով նա գտնվում է Հայաստանում։ My Way Իմ ուղին այցելած ենք մեկ նպատակի համար, որ աղջիկ մի հատ երիտասարդ աղջիկ 16 տարեկան ուզեց փամը ստեղծել, այս անին իրա բրտեի նվերները, դարեթարցի նվերները հավաքելով եւ իր ռիսերչները անելով գումար հավաքեց։ Եվ այդ գումարը ես եմ մեսենջերը, որ այստեղ գբերեմ եւ փոքր նվեր ուղարկել դոկտոր Լիլիթի համար եւ այսպիսի երիտասարդներ կան։ Հավատացեք, ամեն տեղ էլ կա եւ հբարդ եմ ուրախ եմ, որ ես այստեղ մեսենջեր եմ, ես ոչ մի բան չեմ անում այստեղ։ Եվ այս ամենը այն սեղմ ժամկետներով, որ իր բարդ աշխատանքային առօրյայում կարողացավ հատկացնել դոկտոր Դաուդյանը։ Տասնամյակներ դրսում ապրելով նա երբեք չի կտրել կապը հայրենիքի հետ, ավելին վստահեցրել, որ նման ծրագրերը լինելու են շարունակական եւ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք նմանօրինակ նոր ծրագրերի։ Իդեպ վերլուծություն բաժնում Ռաֆայել Մնացականյանը կզրուցի դոկտոր Միհրան Դաուդյանի հետ։ Եվ եղանակ վաղը տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3-նիշ։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց հարցազրույցն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օրեր։